Բարև ձեզ, ողջույն իմ սիրելի YouTube-յան հետևորդներ։ Երեք մենք մինչև ուրեմն 15 թվանշանը տարանք աշխատանքը դա վերայական, հա, տվագիտության հետ կապված է տարոլոգիայով հենց բավականին մեծ կապ ունի այդ թվանշանի հետ, ձևոքարտի։ Ամենայն դեպս դա 15-րդն էր, որի մասին ես բավականին լայնածավալ եմ խոսել, այսօր կխոսենք 14-ից, որովհետև 15-ը շատ կարևոր էր, որ ես երեք ասեցի, կսկսենք 14-ից 14 թվանշան ընդհանրապես, ովքեր որ ծնվել են, հա, ինչի հետ դա կապ ունի, ինչ է մասին է խոսում, դա ձեր նախ հրեշտակի հետ կապ ունի, հա, ձեր էներգիան, որպեսզի դուք բալանսի բերեք, մարդկանց հետ ներդաշնակ լինեք, այ դրա համար է։ Եվ ինչն է հետաքրքիր, որ դուք այստեղ պետք է կարողանաք ձեր հոգու, հա, եւ մարմնի հետ լինեք ներդաշնակ։ Սա ամենակարևորն է։ Դուք պետք է գտնեք ոսկե միջինը, հա, տարբեր իրավիճակներում դա կապ չունի, թե ինչ սֆերայի հետ կապ ունի ընդհանրապես եւ դա կարող է խոսքի օրինակ կապ ունենա նաեւ հաղորդակցության հետ, հա, մեկին գումարում ենք 4 անում է 5, որպեսզի դուք կարողանաք ճիշտ հաղորդակցության միջոցով մարդկանց հետ շփվել, մեծադաշտում, հա, ձեր շրջապատում, կոլեկտիվում եւ այլը, որովհետեւ այստեղ կոմունիկացիան բավականին մեծ կապ ունի։ Ինչն է հետաքրքիր, որ այսպիսի մարդիկ կարող են աշխատել գիդերում, հա, ինչը կապ ունի պոչտաների հետ, առայքման հետ, ինտերնետից սկսած, հա, առաքիչ կարող եք լինել ինչ-որ տարբեր այլ ծառայությունների, դուք կարող եք նաև ունենալ ձեր կամպանիա, այսպես ասեմ, որտեղ կարող եք նաև լինել ղեկավար, չմոռանանք, որ կա մեկ թվանշան էստեղ, ծանոթության, ծառայությունների հետ կապված խոսքի ամուսնության, ինչ որ ծառայություն լինի, որտեղ որ մարդկանց ամուսնացնում են եւ այլ, չեմ ասում ԶԱԳՍ-ի մասին, հա, այլ եթե կա պարտնյոր ձեր կյանքում, որի թվանշանը կապ ունի 14 թվան նշանի հետ, այսպիսի մարդիկ բավականին շատ ուժեղ պոտենցիալ ունեն իրենց տաղանդը ցույց տալու մարդկանց։ Եվ ինչն է հետաքրքիր, որ բավականին էլ հետաքրքիր նաև ճաշակ ունեն, թե հագուստի հարցում, թե իրենց բոլոր ընտրությունների հարցում բավական շատ շուտ կարող են ներսում հա վիրավորվել ձեզ ցույց չտալ, սա նրանց ամենաթույլ կողմն է, ինչը ես խորհուրդ կտայի այդ նեղանալու տեղը դա փոխեք պոզիտիվի, որ սրտին մոտ չընդունեք, հա մի քիչ սովորեք, սիրելի 14-նյակներ կամ հնգյակներ, ամեն ինչին, որ հետո թեթև նայեք, հա մի փոքր կատակով մոտեցեք ամեն ինչին, ամեն ինչ, որ ասում են, դա չի նշանակում, որ դուք եք եւ այլը, հա, դա նրանց կարծիքն է, մարդկանց այլ ոչ ձեր, ուրեմն դուք այդքան դուք այդքան լավն եք եւ այլը։ Բայց դուք կարող եք հեռավորության վրա մարդկանց շատ լավ հասկանալ նաև այդ նուրբ էներգիաներն ա ձեզ մոտ աշխատում, որտեղ կարող եք դուք բացվեք։ 14 թվանշան ասի, հա, պոչտա հետ կապված առաքիչների, գովազդների, դուք կարող եք ինչ-որ նոր պրոդուկտ ձեր համար ստեղծել, հա, նաև պահել աշխատողներ եւ իհարկե ինչու՞ չէ, նրանց լավ վճարել, ոչ թե լինել ժլատ։ Այդ դեպքում ձեր գործերը դեպի լավը կարող է գնալ։ Անցնենք հիմա 15, ասել ենք 16-ին։ 16-ը դա բաշնյա քարտն է, տարո քարտերով 16-ը ճարտարապետների հետ նաև կապ ունի, հա, շատ մարդիկ այս մասին չգիտեն եւ նաև կապ ունի հրշեջ ծառայությունների հետ։ Երբ որ դու տունդ վերանորոգում ես, վերանորոգողների հետ, կոյուղիների հետ, հա, եւ այլը, ձեր այսինքն մարդիկ, ովքեր կապ ունեն 16 թվանշանի հետ, մեկին գումարում ենք 6, դա անում է 7 բաշնյան է, հա, ինչի մասին է խոսում, որ դուք պետք է կառուցեք, այլ ոչ թե քանդեք, դուք դրա համար եք եկել այս աշխարհ, որպեսզի կառուցեք, ստեղծեք, այլ ոչ թե քանդեք, ինչ արել եք ձեր անցյալում։ Կարծում եմ հասկանում եք։ Դա կապ չունի
տանը, որովհետև անցյալ կյանքում հնարավոր է դուք նաև բնակարան չեք ունեցել կամ միանգամից ամեն ինչ կորցրել եք։ Այդ համար դուք եկել եք կառուցելու համար, որպեսզի ձեր կյանքի բոլոր սֆերաներ կապ չունի, սիրային է, անձնական է, ամուսնական է, հա, ֆինանսներն է, մարդկանց հետ շփումն է, մարդկանց ծառայելն է, օգնելն է, պաշտպանելը, դուք պետք է ամեն ինչ կառուցեք, այլ ոչ թե քանդեք։ Իսկ եթե դուք հիմա եկել եք աշխարհ, որ քանդեք, ձեզ ոչ մի լավ բան չի սպասում, դուք նորից ձեր հոգին դուրս պետք է գա այդ սանսարայի անիվի մեջ, հա, մնա սենց անորոշ վիճակում մինչև ձեր հերթը գա, որ դուք կարողանաք նորից ձեր հոգին գա այստեղ, որ դուք ստիպված եք նորից կառուցել, այլ ոչ թե քանդել։ Սա բավականին շատ կարևոր է, որպեսզի դուք իմանաք։ Դա կարող է նաև կապված լինի տարբեր պրոյեկտների հետ, հա։ Կապ չունի, բիզնես է, սա այն այ ամեն ինչ դուք պետք է կառուցեք, այլ ոչ թե քանդեք։ Դա նշանակում է, որ դուք չպետք է, հա, ամեն ինչ, որ եկել եք քանդեք, այլ հակառակը կառուցեք, սրա մասին էր խոսքը։ Դուք պետք է կարողանաք կառուցելուց հետո թողեք այնպես ինչպես կա, այլ ոչ թե ինչ որ բան, եթե այն չի գնում, նորից քանդեք։ Նույնը մարդկանց հետ հարաբերություններում, եթե դուք եկել եք այս աշխարհ, ուրեմն դուք եկել եք մարդկանց հետ հարաբերությունները կառուցելու, լինելու ներդաշնակ իրանց հետ, այլ ոչ թե հա, մարդկանց կյանքը քանդելու, դարձնելու անորոշ ինչ որ իրավիճակ, որովհետև եթե դուք քանդեք, չկառուցեք, ձեր կյանքում ոչ մի հաջողություն չի կարող լինել։ Մենք կառուցելու դեպքում, երբ որ մարդկանց մոտ արդեն ամեն ինչ լավ է, ձեզ մոտ էլ արդեն կարող է ամեն ինչ լավ գնալ։ Ձեր կյանքում պետք կգան բավականին շատ փոփոխություններ։ Ինչպիսի մասնագիտություն դուք կարող եք ընտրել, հա, հրշեջ, 911-ում կարող եք աշխատել, ճարտարապետ լավ կարող եք լինել, օրատոր կարող եք լավ լինել, ադմինիստրատոր, հա, կառուցող, բավականին կապ ունի շատ կառուցողի հետ, կարող եք ինչ որ հետաքրքիր սայտեր, հա, կառուցեք դուք էլ այդպես։ Եթե խոսքի օրինակ դուք ունեք կարմիկ պարտնյոր, այստեղ հնարավոր է ձեր պարտնյորը լինի բավականին հոգևոր լիդեր, հա, ով կարող է իր հետևից տանել մարդկանց, բայց ինչն է հետաքրքիր, որ այսպիսի մարդիկ կարողանում են համ կառուցել, համ կարողանում են շատ լավ ղեկավար լինել, ղեկավարել, կարողանում են շատ արագ մարդկանց հետ մտնել, կոմունիկաբել են հարաբերությունների մեջ, շփումների, կառուցողական մարդիկ են, եւ ինչն է հետաքրքիր, որ այստեղ այսպիսի մարդիկ նաև կարող են ինչու՞ չէ իրենց բնավորության գծերի հետ աշխատել, անպայման սա պարտադիր է։ Եվ այստեղ ամեն ինչ կապ ունի էքստրեմի հետ, էլի վտանգների հետ, դուք եկել եք նաև պաշտպանելու, օգնելու համար։ Դուք պետք է այս մասին իմանաք, դուք ոչ թե եթե մի բան լինում, ասես մի անգամից պետքա, հա, քամի եմ ուզում, ես կռիվ եմ ուզում եւ այլն, ոչ, դրա համար չեք եկել, դուք եկել եք որպեսզի վերջապես կառուցեք այն ինչ կիսատ եք թողել անցյալ կյանքում։ Ճիշտը նայեք ձեր բնավորության մեջ, ինչն եք սխալանում դուք, հա, դուք պետք է մարդկանց հետ ճիշտ հարաբերություններ ստեղծեք, պլաններ դնեք եւ գնաք ձեր պլանների հետևից։ Մեկին գումարում ենք 6, դա 7-ն է, բրախում, կետուն ներողություն, հա, որովհետև դուք չպետք է քանդեք, եթե քանդում եք դրանից հետո ձեր կյանքում քաոս է լինում։ Այդ համար դուք պետք է ստեղծեք։ Պետք է ճիշտ հարաբերություններ ստեղծեք մարդկանց հետ։ Այսպիսի մարդկանց հետ նաև կարող են լինել լավ լիդերներ, նաև կարող են լինել բանկային համակարգում աշխատողներ, բայց այստեղ ես խորհուրդ եմ տալիս ամեն մարդու դուք պետք չէ վստահեք, դուք պետք է ինքներդ ձեր համար ղեկավար լինեք, այդ մի քանի աշխատողներ զարգացնեք ձեր ինտուիցիան, որովհետև 7-երի մոտ նաև շատ լավ զարգացած է ինտուիցիան։ Պարզ է։
Անցնենք 17-րդը, ուրեմն դա ծնվել է 17 թվանշանի ներքո, մեկին գումարում ենք 7, ինչ է անում, 8, հա, բնական է։ Սա խոսում է մարդու տաղանդի մաս, որ մարդ եկել է այս աշխարհ, որպեսզի իր տաղանդը, որ ինքը անցյալ կյանքում չի իրականացրել, այլ ուրիշների համար է, հա, ուրիշ տաղանդավոր մարդկանց համար է ինքը ծառայ, այլ ոչ թե ինքն է իր տաղանդը ցույց տվել։ Հիմա եկել է այս մարդը, որ մարդկանց կյանքեր փոխի, ճակատագրեր փոխի, իր տաղանդը ցույց տա, հա, իր տաղանդը պոտենցիալը բացի եւ առաջ գնա։ Ընդհանրապես այսպիսի մարդիկ ունեն շատ արտիստիկ լավ մեծ տաղանդ, նաև կարող են շատ գեղեցիկ նկարել, ինչը կապված է ձեր ձեռքերի հետ, հա։ Կարող են ունենալ ասենց երկար ձեռքեր, նաև այդպիսի դաշնամուր կարող են լավ նվագել, երաժշտության հետ կապված լավ ձայն կարող են ունենալ, ինչը կապված է ամբողջ աշխարհը, որպեսզի ձեր ձայնը լսի, հա, ձեր դերը բեմում, որ դուք անում եք, ձեր դերը տեսնի, ինչպես եք դուք խաղում ամբողջ աշխարհին, դուք պետք է ցույց տաք, հա, երբ ճանաչվում եք։ Եվ ինչն է հետաքրքիր, որ դուք եկել եք այս աշխարհ, որպեսզի աշխարհը լցնեք սիրով եւ գեղեցկությամբ, սա էլ է շատ կարեւոր։ Դուք պետք է կարողանաք, խոսքի օրինակ, մարդ կարող է լինել բավականին տաղանդավոր երգ գրող, հա։ Այսինքն, մարդ պետք է գրի բավականին գեղեցիկ երկեր, որոնք կարող են երկիշները նաև երկել, այս մասին էլ է խոսում, կարող են բավական գեղեցիկ նկարել, հա, ինչպես Պիկասոն, տեսել եք Պիկասոյի նկարած նկարները, դուք պետք է աշխատեք նաև էլ ինչ ուրեմն մասնագիտականում, խոսքի օրինակ, բնակարանների դիզայնով պետք է զբաղվեք, շատ լավ մասնագիտություն է ընտիր ձեզ համար, հա, եւ դուք պետք է կարողանաք լինեք բավականին լավ կոմունիկատոր, լավ շփվող մարդկանց հետ, հա, կոմունիկացիայի միջոցով, մեդիա դաշտում, ձեր շրջապատում, պետք է կարողանաք ճիշտ լեզու գտնել, ճիշտ դասավորել ձեր հաղորդակցությունը մարդկանց հետ։ Բայց չգիտես ինչու դուք մեկ-մեկ սկսում եք ձեզ սահմանափակել, դա արդեն մինուս է, որովհետև մինուս եք օգտագործում այս թվանշանը, այլ ոչ թե պլյուս։ Դուք չպետք է երբեք ձեզ սահմանափակեք։ Ինչու, որովհետև միգուցե դուք կարող եք ձեզ սահմանափակել ինչ-որ մեկի կապրեզները տանելու համար կամ ցանկությունները բավարարելու համար։ Սիրեք ձեզ, զբաղվեք ձեզանով եւ փորձեք ամեն ինչ գեղեցիկ անել, եթե ինչ-որ բան գրում եք, բավական գեղեցիկ ձևով գրել եւ այն, ինչ դուք անում եք, սիրով կատարեք, թեկուզ ձեր աշխատանքի հետ է կապված, որովհետեւ 8 թվանշանը այստեղ չպետք է ամեն ինչ ուժով անի, հա, պետք է դուք մարդկանց հետ լինեք արդար, լինեք բարի, դիսցիպլինա նաև, հա, ձեր սահմանները, որպեսզի հետագայում մարդիկ չհատեն։ Սա պետք է արժեքավոր եւ կարևոր լինի ձեր կյանքում, բայց արգելափակում պետք չի դնել, հա, մարդկանց հետ ձեր հարաբերությունները, որպեսզի ինչ-որ մեկի ցանկությունները բավարարեն կամ կապրիզները բավարարեք։ Էլ ինչի մեջ կարող եք բացվել աստրոլոգիայի, թվագիտության, հոբբի, եթե ունեք, ռեժիսորայի մեջ, հա, ինչը կապված է օպերատորի հետ եւ այլն։ 18 թվանշանի ներքո ծնված մարդիկ, ովքեր ծնվել են 18 թվանշանի ներքո, դե բնական է 1-8 դա Մարսն է, 9 թվանշանը։ Ձեզ պետք է, որ դուք ազատվեք ձեր կոմպլեքսներից, հա, վախերից, եթե այդ վախերը դուք ունեք, չգիտես ինչու դուք կարող եք ձեզ սահմանափակել որոշ մարդկանցից եւ այլն, դա սխալ է։ Փորձեք ձեր վրա աշխատել, որովհետև այդ վախերը, այդ կոմպլեքսները, այդ բոլորը գալիս է անցյալից, հա, եւ դա կարող է ձեզ խանգարել, դուք պետք է զբաղվեք ինքներդ ձեզանով, ձեր
հա, воображениев կարողանալ աշխատացնել ձեր ինտուիցիան, որովհետև դուք ունեք շատ ուժեղ բավականին ինտուիցիա։ Կներեք սիրելի հետևորդներ։ Դուք պետք է կարողանաք ձեր ինտուիցիան բացել, որպեսզի լսեք այդ նուրբ աշխարհները եւ հասկանալ այդ աշխարհները, հա։ Միգուցե դուք ինչ որ տեղեր կարող եք ձեզ բավականին յարքի վառ ցույց տալ, հա։ Դուք կարող եք զբաղվել միստիկայով, ինչ կապված է միստիկայի հետ։ Դուք եկել եք մարդկանց օգնելու համար, պաշտպանելու համար, չմոռանանք երեխաների հետ աշխատելու համար, որտեղ դուք կարող եք բացվել, ինչ պրոֆեսիայում, հա, դուք կարող եք նաև կինոյի ասպարեզում էլ, այստեղ էլ երաժշտական ասպարեզում, որովհետև սա էլ ձայնի հետ կապ ունի եւ բավական խարիզմատիկ մարդիկ են, կարող եք նաև ձեր այդ պոտենցիալը, հա, կինոյի հետ կապված, ռեժիսուրայի հետ կապված, ինչը կապված է գաղտնի գիտելիքների, սակրալ գիտելիքների հետ, ինչը ամեն մարդու տրված չէ, այդ տաղանդը, այդ պոտենցիալը ձեր մեջ կա, դուք պետք է բացեք եւ ստեղծելով ձեզ համար կոմֆորտ, հա, ձեր շուրջը։ Ձեզ համար շատ լավ կլինի հոգեբանի աշխատանքը, դուք կարող եք լավ ուրեմն լինել փովեր, հա, խոհարար, հոգեբան ասեցի, այստեղ կարող եք լինել նաև լավ բժիշկ, հա, սա էլ շատ կարևոր է, կարող եք լինել լավ աստրոլոգ, լավ տարոլոգ, հա, ձեր այդ պոտենցիալը օգտագործելով մարդկանց օգնելու համար։ Եթե դուք պարտներ ունեք, հա, կարմիչսկի, այսպիսի մարդը կարող է լինել բավականին գաղտնիքներով լի մարդ, կամ իրան այդպիսին պահի, բավականին անվստահ ինչ որտեղի վրա, կարող է լինել բավականին շատ իմաստուն, ինչը կարող է ձեզ զարմացնել, շատ կարդացած կարող է լինել, միգուցե տիրապետում է գաղտնի գիտելիքների, շատ լավ գիտի ինչպես կարող է կնոջը գրավել կամ տղամարդուն կինը, հա, գրավել, այսպիսի մարդիկ բավականին հեռավորության վրա տելեպաթ, հա, կապն են շատ ուժեղ զգում, մարդկանց հեռավորության վրա շատ ուժեղ կարող են լինել, կներեք, կարող են լինել շատ ուժեղ, առավոտվանից չեմ էլ մտել Facebook, կարող են լինել բավականին շատ ուժեղ հոգեբաններ, բավականին խորը հոգեբաններ, եւ ինչն է հետաքրքիր, որ այստեղ ինչ հարց, որ դուք իրեն ուղեք, ինքը կարող է ամեն ինչից հասկանալ, այսպիսի մարդիկ կարող են կառավարել երկիրը, նաեւ այսպիսի ինֆորմացիա, արևը, հա, դա 19 թիվն է, մեկին գումարում ենք 9-10, ես 10-ից խոսել եմ ձեզ հետ, բայց եկեք 1 եւ 9 թվերը ինչի մասին են խոսում, մեկը թվանշանը դա արևն է ձեր, 9 թվանշանը դա Մարսն է, ընդհանրապես այսպիսի մարդիկ պետք է լինեն իրենց կյանքում պոզիտիվ, որովհետև միգուցե անցյալ ձեր կյանքում ունեցել եք ստատուս, բայց այդ ստատուսը ճիշտ չեք օգտագործել, հա, ես խոսել եմ երեկ այդ մասին, ինֆորմացիան կա այստեղ իմ YouTube-յան էջում, դրա համար եթե դուք եկել եք այս աշխարհ, դուք պետք է կարողանաք ճիշտ ձևակերպել ձեր մտքերը, ձեր ստատուսը, որտեղ որ դուք լինում եք, հա, ձեր սոցկայքերում եւ այլն, դուք չպետք է ոչ մի իրավունք չունեք մարդկանց վիրավորելու, մարդկանց նվաստացնելու, նաև այս մասին խոսեմ, ձեզ համարելով, որ դուք Աստված եք, որ դուք
ամենան եք եւ այլն։ Դուք դրա համար չի, որ եկել եք այս աշխարհը, հա։ Դուք պետք է կարողանաք ձեր մեջ բացել ձեր լավ կողմերը, այս ձեր նշանների, որպեսզի սրտանց մարդկանց օգնել, հա։ Ճիշտ ձեր լիձերի որակները մարդկանց ցույց տալ, այլ ոչ թե սենց քիթներդ բարձր, ես կամ դուք ինձ պարտավոր եք։ Ոչ, գալիս է մի ժամանակ, որ այդպիսի մարդկանց քիթը կսվում է գետին եւ դուք եկել եք ոչ մեկ ձեր այդ կարման, որ նախկինում դուք աշխատել եք, շարունակում եք ձեր սխալները կրկնել, ձեր քիթը այնքան է քսվելու գետին, մինչև դուք ձեր գլուխը կախեք, հասկանալու, որ պետք է ժամանակն է փոխվել, որովհետև ինքը բավականին արև է կոչվում, հա, որ դուք ձեր արևը մարդկանց պետքա ցույց տաք, ոչ թե ձեր այդ հպարտությունը, ձեր այդ գոռոզությունը, որ ես եմ, որ կամ ոչ։ Նա մի օր ձեր քիթը ոչ մեկ ձեզ պարտական չի, դուք եկել եք որպեսզի մարդկանց ուրախացնեք, որպեսզի ճիշտ, հա, դնեք ձեր լիդերի պոզիցիան եւ սկսեք ճիշտ մտածել, լավատես լինելով, մարդկանց օգնելով, ինը թիվը նաև էլի կապ ունի մարդկանց օգնելու հետ, ոչ թե քանդելու մարդկանց կյանքերը, հա, ձեր այդ էներգիայով այլ հակառակը կառուցելու համար, սա միշտ հիշեք։ Դուք պետք է շատ քիչ ուշադրություն դարձնեք, այլ շատ մտածեք, սա ձեզ համար պետք է բավականին կարևոր լինի, լինեք ազատ, լինեք անկախ, կարող եք լինել լավ լիդեր, հա, բայց միշտ պետք է ձգտեք բարիության, հա, եւ ուրեմն արդարությամբ, լինեք արդար, սա կարևոր է, արդար չեղաք, հացներդ կոպիտ ասած հասկացեք ինչա ցամաք եք ուտելու, որովհետև ձեզանից ձեր մեջ կա շատ լավ պոտենցիալ, որը դուք պետք է ցույց տաք մարդկանց ձեր հետևից տանելով, այլ ոչ թե գլուխներդ բաց գնաք, արդեն ձեզ ճանաչում են, իսկ հետևել չեք նայում, հա, այդ ժամանակ գիտեք ոնց, արարիչը դաս է տալիս ձեզ եւ ասում է, ես քեզ տվել էի այդ հնարավորությունը, բայց դու քիթդ բարձր, դու էիր քեզ իմ տեղը դրել, հա, Աստծուն։ Եվ քեզ իջացնում է, այդպես են ասում, չէ, կյանք աստիճան է, մեկ կբարձրանաք, մեկ միանգամից կիջնեք։ Դուք կարող եք ձեր պոտենցիալը բացել ուրեմն պոլիտիկայում, հա, իշխանությունում, ձեզանից կարող է ստացվել բավականին շատ լավ տարբեր սֆերաների, թեկուզ բիզնեսի, ղեկավար։ Իսկ նա հետաքրքիր, որ այստեղ, եթե դուք ունեք պարտնյոր, հա, ձեր պարտնյորը, եթե հանդիպում եք ձեր պարտնյորին, ձեր պարտնյորը կարող է լինել բավականին հաջողակ անձնավորություն, հա, որը որ կարող է հենց իր շրջապատի շատ մարդկանց էլ ապացուցել է, որ ինքը այդքան կա, եւ արժանի է այն ամենին, ինչին ինքը հասել է եւ այսօր հաջողակ է։ Միշտ նա հետաքրքիր, որ այսպիսի մարդիկ դա անում են հանում իրենց ապացուցելու, այլ ոչ թե ինչ որ մարդկանց ինչ որ բան ապացուցելու համար։ Շատ մտածում են իրենց հարազատների մասին, իրենց քույրերի, իրենց եղբայրների, նաեւ իրենց երեխաների մասին, հա։ Անկամ փոքր բաներից այդ մարդիկ սիրելի գիտեն, կարողանում են ուրախանալ, թեկուզ փոքր հաջողություններից եւ նաեւ այդպես ուրախացնում են դիմացի մարդկանց, հա, ինչը կապված է ուրեմն ձեր տաղանդը բացելու հետ, մարդկանց ուրախացնելու հետ, լավ կոմիկներ նաեւ, կոմիկներ, ովքեր կարող են լավ ուրախացնել, ծիծաղեցնել, երգիծաբաններ, նաև կարող եք դառնալ մարդկանց այդ ձեր պոտենցիալով, մարդկանց ամբողջ աշխարհին ուրախացնելով, հա, ձեր այդ մեջի մեծ պոտենցիալը, ինչը կապված է երգիծաբանության հետ, հա, կատակների հետ եւ այլը, նաեւ այդ պոտենցիալը, այդ տաղանդը դուք կարող եք ձեզ մեջ բացել խոսքի կավենում, հա,
կարող եք մասնակցել, ձեզ ցույց տալու, բավականին լինելով վառ, մարդկանց ուրախացնելով, հա, կարող եք ձեզ համար աշխատել, կարող եք ինչ-որ խոսքի բանկի կառավարիչ լինել, կարող եք ինչ-որ ինչը կապված է օրգանիզացիաների հետ, հա, կազմակերպությունների հետ տարբեր եւ այլ։ Կարող եք նաեւ լավ մենեջեր լինեք, լավ կազմակերպության ղեկավար լինեք, բայց այստեղ Էգոն ամեն անգամ չի, որ դուք պետք է օգտագործեք։ Հաջորդը 20 թվանշանը, հա, այստեղ մի հատ, երկուսը մի հատ, 0։ Եթե ծնվել եք 20 թվանշանի ներքո, խնդրեմ, ձեր մասին է, եթե երկուսին գումարում ենք 0, ովքեր ծնվել են երկու թվանշանի ներքո։ Նայու իրենց մասին է, բայց ամենայն դեպս 20 թվանշանի մասին է։ Դուք եկել եք այս աշխարհ, որպեսզի կարողանաք կառուցեք եւ օգնեք ձեր հարաբերություններ առաջինը ձեր ընտանիքի անդամների հետ կարգավորելով եւ նաեւ ձեր կոլեկտիվում։ Դուք պետք է օգնեք ձեր հարազատներին, ձեր բարեկամներին, ձեր ծնողներին եւ ձեր տոհմի, հա, տոհմին, ժառանգներին։ Ձեզ կարող է 20 թվանշանը խոսում է պատմաբանների մասին։ Դուք կարող եք դառնալ ձեր լավ պոտենցիալը բացեք լինելով պատմաբան կամ սովորելով պատմաբան, լավ դիզայներ, հա, կարող եք լինել։ Ինչը կապված է ընտանեկան բժշկի հետ, հա, կամ սոցիալ ծառայությունների հետ։ Խոսքի, եթե կինեք, դուք կարող եք լինել լավ տնային տնտեսուհի, հա, եթե տղամարդ լավ տնային տնտեսող կամ տնտեսվար կարող եք լինել։ Եթե ձեր կյանքում պարտնյոր կարող եք գալ, դա 100% ձեզ կարմիչսկի է գալիս, որովհետև նա կարող է ձեր կյանք, եթե 20 թվանշանի հետ կապ ունի, կարող է հայտնվել, որպեսզի եթե դուք ունեք ինչ-որ նեգատիվ ծրագրեր ձեր կյանքում, հա, որպեսզի դուք դրանք հաղթահարեք, հենց այդ ժամանակ են իրենք հայտնվում։ Խոսքի օրինակ, կարող ենք հայտնվի ձեր կյանքում ու ունենա բավականին լավ ծանոթներ, որոնց միջոցով խոսքի օրինակ դուք այնպիսի մի իրավիճակում նեգատիվ կարող եք հայտնվել, որ ինքը ունենա հոգեբան, խոսքի օրինակ ձեզ այդ իր ծանոթ հոգեբանի միջոցով օգնություն մատուցի։ Նաև կարող է հենց ինքը լինել լավ հոգեբան, հենց ինքը ձեզ օգնել, հա, նաև հնարավոր է երբ ձեր կյանքում հայտնում է այսպիսի պարտնյոր, բավականին մեծ տարբերություն լինի տարիքային ձեր հարաբերություններում, նույնիսկ դուք շատ բան ունեք սովորելու։ Այսպիսի մարդիկ կարող են ձեզ, չգիտես ինչու, հիշեցնել ձեր անցյալ կյանքից ինչ-որ պարտնյորի, միգուցե դուք անցյալ կյանքում հանդիպել եք կամ անցյալում պարտնյոր եք ունեցել, չգիտես ինչու, նես տպավորություն կարող է ձեզ մոտ լինի, կարծես դուք էլի եք հանդիպել, դուք այս մարդուն ճանաչում եք, տպավորությունը 100 տարվա ոնց որ ծանոթներ լինեք, հա, որովհետև սա դատաստանի քարտն է, ոչ թե դատարանի 20 թվանշանը, Страшный суд, հա, այդ քարտն է եղել։ Գիտեք ինչ, կանայք այսպիսի տղամարդկանց, հա, որ գալիս են իրենց կյանք, 20 թվանշանի ներքո կարող են տեսնել հայր իրենց պարտնյորի մեջ։ Իսկ տղամարդիկ կարող են այսպիսի կանանց տեսնել որպես մայր, իրենց մամաչկա, հա, կյանքի մեջ։ Դրա համար անդադ բաժանվում միանում են, հա, սա կարմիկ կապի մասին է ձեր խոսքը, ոնց որ խաղակ հատուկ սցենարով, այսինչ անցնում է ձեր կյանքը մինչև միգուցե այստեղ նաև ձեր բարեկամների հետ լինի այդպիսի հարաբերություններ, ում հետ որ դուք եկել եք այս աշխարհ, որ պետքա համ այդ ձեր զույգի պարտնյորի հետ հարաբերությունները կարգավորեք, ներդաշնակ եւ վերջնական բաժանվեք իրարից լավ ձևով
Դրա համար եք եկել, կամ դուք պետք է ձեր բարեկամների հետ, ում հետ շատ վատ են եղել հարաբերություններ, կամ ինչ-որ մարդկանց վիրավորել եք, նեղացրել եք եւ այլն, չեմ ուզում շատ այսպես գլոբալացնել, պետք է ներողություն խնդրեք իրանցից, իրենց հետ հարաբերությունները կարգավորեք եւ նաեւ ձեր վրա սկսեք աշխատել, տեսնեք որտեղ եք սխալ եղել։ Իսկ եթե դուք չաշխատեցիք ձեր վրա, էլի մնալու եք սանսարայի, այսինքն անհայտ ձեր հոգին պրոստը будет бродить, հա։ Եվ հետո նորից հետ պետքա գաք նորից դուք ձեր առաքինությունը կատարեք, հա, սխալները նորից ուղղեք։ 21 թվանշանը, որը կապ ունի աշխարհ քարտի հետ, տարո քարտերով, ինքը բավականին հաջող թվանշան է տարոլոգիայում դա։ Իսկ ընդհանրապես թվագիտության մեջ 21 ներողություն թվանշանը այստեղ լուսինն է եւ արևը, հա, ին եւ յան էներգիաները, пассив եւ ուրեմ ակտիվ էներգիաները։ Այստեղ ձեր առաջադրանքը նա, որպեսզի դուք կարողանաք եկել եք, որպեսզի բոլորին, հա, ամբողջ աշխարհին դուք նոր ձևով ձեզ մատուցեք, ցույց տաք, հա, բարձակարծում եմ ձեզ, դուք պետք է սովորեք մարդկանց հետ ճիշտ հարաբերություններ ստեղծել, հա, կոլեկտիվում ձեր կոմունիկացիայի միջոցով, հաղորդակցության միջոցով ամբողջ աշխարհի հետ եւ այլն, նաեւ բոլոր այլ մարդկանց, հա, տարբեր երկրների հետ սա կապ ունի, մշակույթների հետ կապված նոր ձևով դուք պետք է այդ ամենին ձեզ ցույց տաք ձեր նոր, հա, եթե եկել եք այս աշխարհ, դուք նոր ձևով, նոր սկզբով պետքա դնեք այս ամեն ինչը անեք, որպեսզի ձեր կյանքում լավ փոփոխություններ լինեն, դուք դրա համար եք եկել, այսինքն դուք կարող եք սովորել խոսքի օրինակ լեզուներ տարբեր, հա, շատ մարդկանց միգուցե շատ տարօրինակ մարդ թվաք դուք, բայց իրականում այդպեսին չի, դուք պետք է շատ շրջագայեք ձեր կյանքում, դուք պետք է ձեր շրջապատի հանդեպ լինեք ուշադիր, եթե ամբողջ աշխարհում խոսքի օրինակ չմոռանանք 3 թիվն ենք ստանում, հա, 3-ը գուրուն է։ Եթե դուք շատ ամբողջ աշխարհում ման եք գալիս, լեզուներ եք սովորում, գիտելիքներ եք ձեռք բերում եւ այլն, դուք պետք է դա հետագայում լինելով ուսուցիչ, տակ, հա, ուսուցանեք ձեր կոմունիկացիայի միջոցով հեռավար ամբողջ աշխարհին, հա, տարբեր երկրների, նաև սովորելով այլ լեզուներ։ Պետք է լինի միշտ ձեզ համար, հա, տանը մարդկանց հետ հարաբերություններում ներդաշնակություն, կոմֆորտ, մարդկանց պետք է լինի ձեզ հետ, ձեզ պետք է լինի մարդկանց հետ կոմֆորտ։ Դուք կարող եք լինել լավ թարգմանիչ, սրան մեջ պետք է բացվեք, ձեր պրոֆեսիայում լավ էքսպերտ կարող եք լինել, հա, կուլտուրոլոգ կարող եք լինել, ճանապարհորդող, հա, էքսկուրսավար կարող եք լինել։ Նաև կարող եք աշխատել տարբեր սֆերաներում, թեկուզ, որը կապված է հեռուստաընկերություններում, հա։ Եթե ունեցել եք պարտնյոր կամ հիմա ձեր կյանքում կա պարտնյոր, դա կարող է նաև լինել այդ պարտնյորը այլ երկրի անձնավորություն, այլ մշակույթների, հա, եւ այլ ուրեմ հոգևոր արժեքների մարդ։ Ինչն է հետաքրքիրը, որ այստեղ դուք կարող եք մարդուց սովորել այսպիսի, հա, ինչպես կարող եք դուք ձեր մեջ, եթե ինչ-որ սխալ ունեք, դա խոսքի օրինակ էմոցիոնալ եք կամ ինչ-որ բան ձեզ ունից միշտ հանում է, դուք կարող եք ձեր պարտներոց սովորել, թե ինչպես դա ձեր մեջ կարող եք դաստիարակել, զսպել, հա, ինչն է հետաքրքիր, որ այսպիսի մարդիկ պետք է լինեն բավականին ազատ, անկախ, դուք ինքներդ պետք է ձեր կյանքի որոշումները կայացնեք, բայց լինեք բավականին պատասխանատու,
Ահա։ Միրգարտը նաև աշխարհը չմոռանանք, որ մի բան կարող է զրոյացնել իր կյանքում, եթե իրեն պետք չի էլ, անցյալի հետ կապված եւ այլն, եւ նոր սկիզբ դնի, որտեղ կարող են լինել լավ, մեծ հնարավորություններ ձեր կյանքում, հա։ Գիտեք ինչ, նաև շատ մարդիկ, ովքեր 21 թվի հետ կապ ունեն, կարող են, ոսկե օրինակ, եթե միտեղ իրենք հաջողակ չեն, իրենք կարող են, ինչու եմ ես ասում լեզուներ սովորել, կարող եք մեկ այլ երկիր գնալ, հա, այլ երկրում դուք լեզուներ, քանի որ գիտեք, այլ ինչ որ նոր սկիզբ դնեք ինը մոռանալով, որտեղ որ լեզուներն էլ ձեզ կարող են օգնել, հա, ձեր գործունեությանը հետագա չմոռանանք, այստեղ երկուսն է, եթե դուք ցանկանում եք ինչ որ բանի մեջ բացվել, այստեղ նաև երկրորդ մարդու միջոցով։ Խոսքի օրինակ դա կարող է լինել ինչ որ մեկի միջոցով, հա, պետք է անպայման երկրորդ մարդ լինի, դուք միայնակ, այսինքն չեք կարող, ձեզ մարդ է պետք, ով կարող է օգնել այդ հարցում, երկրորդ անձ, որովհետև երկու թվանշան այդ մասին է խոսում, եւ եթե դուք մենակ լինեք, երկրորդ մարդ չլինի, երկու թվանշանը հենց այդ մասին է խոսում, որ դուք կարող եք տատանվել, արժի անեմ, հա, միգուցե չարժի անեմ, շատ երկար կարող եք տատանվել ու այդպես էլ ճիշտ որոշում չկայացնել ձեր կյանքում։ Դրա համար պետք է նոր հորիզոնները, որ ձեր կյանքում տեսնում եք, նոր հնարավորությունները, նոր հաջողությունները, շանսեր պետք է ձեռքով բռնել եւ բաց չթողնել։ Դուք չեք կարող միայնակ ձեր հույսը դնել ձեր վրա, իմ խորհուրդը ձեզ, այլ եթե դուք ցանկանում եք ինչ-որ բանի հասնել, այստեղ պետք է ձեր կյանքի շանսերը, լավ շանսերը բաց չթողնեք, հաջողակ մարդկանց բաց չթողնեք ձեր կյանքում, նշանները, որ գալիս են ձեր կյանքում, չպետք է բաց թողնեք ձեր ձեռքից, ձեզ մոտ ամեն ինչ կարող է ստացվել երկրորդ մարդու միջոցով, կամ թեկուզ, եթե դուք ինչ-որ գուրու եք, ուսուցիչ եք, դա կոնտակտի հետ կապ ունի, հա, երկրորդ, երրորդ մարդկանց հետ, ում հետ դուք կարող եք կոմունիկացիայի հաղորդակցության միջոցով սովորեցնել, հա, որովհետև երեքը դա գուրուն է, եւ մեկը դուք կարող եք այդքան իմանալով, գիտելիքները տալով մարդկանց հաղորդակցության միջոցով։ Եվ վերջում 22-րդ արկանը դա դուրակն է, զրո են ասում, այսինքն ոչնչից, խաոսից ծնվում է ոչինչ, հա, սա բավականին կարևոր է։ Այսպիսի մարդկանց աշխատանքները 0 թվանշանի, այսինքն 22 թվանշանի հետ սա կապ ունի, դուրակն է իմ տարոք հարտերով եղել, այսպիսի մարդկանց աշխատանքը պետք է լինի երեխաների հետ կապված, դպրոցի հետ կապված, մանկապարտեզների հետ կապված, հա, ինչը կապ ունի, որ հավաքույթներ ա լինում, այտենց զբաղմունքների հետ է կապված, ձեր առաջադրանքն է, որպեսզի դուք տաք մարդկանց ուրախություն, այլ ոչ թե, հա, խորտակեք մարդկանց կյանքը եւ այլն։ Դրա հետ միասին էլ լինելով բավական ուշադիր եւ հետեւողական մարդկանց երեխաների հանդեպ։ Դուք նաև կարող եք ձեզ շատ սիրել, միացնելով, հա, ձեր էներգետիկ դաշտով, մենթալ պլանի վրա սիրելով ձեր ներքին մեջի երեխային, հա, շատ լավ կլինի, որպեսի ստացվեր ձեզ, հա, որպեսի դուք աշխատեք նաև բավարար լինի էքսկուրսավար, որտեղ դուրակարտը, հա, զերո քարտը նաև այդ մասին է խոսում եւ այս երկրից այն երկիր գնայք, սովորեք նոր լեզուներ, ինչը կապված է նորի, կրեատիվի հետ, հա, եւ այլն։ Ձեր կարմիչսկի պարտնյորը, որ կարող է հայտնվի ձեր կյանքում, եթե ռասկլաբների ժամանակա դուրս գալիս, այստեղ հնարավոր բավականին լավ հումորով, կստացի, անձնավորություն լինի, ով կարող է
այդպիսիներին ասում են դուշա կամպանիա, հա, իրա ինքը որ մտնում է ինչ որ տեղեր, մարդիկ կան, հա, արարողություններ, բոլորն ուրախանում են, լույս է տալիս բոլոր։ Այ դրա մասին է խոսքը։ Եվ բավականին շատ լավ հումորի զգացում կարող է ձեր պարտնյորը ունենա, պարապ չեք լինի այսպիսի մարդկանց հետ, կարողանում են ուրախացնել դիմացի մարդկանց, նաև սիրում են, կարող է ձեզ նվիրեն շունիկ, հա, նաև սիրում են կենդանասեր են, շատ սիրում են շներ։ Այսպիսի մարդիկ այնքան էլ չեն գնահատում ֆինանսները, իմ խորհուրդը դες դուք պետք է գնահատեք, ոչ թե չգնահատեք։ Հա, այդքան ուշադրություն չդարձնելով այս ամեն ինչին, հա, իրենց պահելով հենց ժոստկի այդ ռանկաների մեջ։ Այսպիսի մարդկանց չի կարելի սահմանափակել, հա, որովհետև այսպիսի մարդիկ կարող է տխուր է իրանց համար այդ ամեն ինչը կարող է հետո փախնեն այդ հա խոսքի օրինակ ձեր ոտը զորով բռնեն ասեն մնա էլի կամ մի տան մեջ փակեն ասեն չէ չպետք է տեղ գնաս այդպիսի մարդկանց չի կարող փակել այսպիսի մարդիկ փախչեն դուրը կջարդեն փախչեն Եվ իշտա հետաքրքիր, ինչքան էլ դա sense տարօրինակ ձեզ թվա, այսպիսի մարդուն կապես քո ասածը, հա, պրետենզիա եւ այլ, այսպիսի մարդը ուշադրություն չի դարձնում տենց բաներին, որովհետեւ ինքը ունի իր կարծիքը եւ ինքը շատ լավ գիտի, թե ինչ ձևով է դա անում կամ մատուցում մարդկան։ Եթե դուք մարդուն այսպիսի, հա, տալիս եք ազատություն, այս մարդը ձեզ ավելի շատ կարող է սիրել, եթե դուք այս մարդուն տալիս եք ազատություն, չեք բռնում, խոսքի ծնողների մասին է խոսքը, չեք բռնում ձեր երեխային, որովհետև նա արդեն մեծ է, հա, եւ ինքը պետք է որոշի իր կյանքի ուղին ընտրի, արդեն փոքր չէ, նույնը այլ երկիր գնալու, իր կյանքի որոշումները կայացնելու եւ այլը։ Այդ դեպքում նա ձեզ ավելի շատ կսիրի եւ ավելի շատ կհարգի ձեզ։ Նույնը սիրուհիներին է վերաբերում, նույնը այլ մարդկանց հետ հարաբերություններում։ Ինչի հետ գործ ունի 22 թվանշանը, դուրակա 0 քարտը, որովհետև խաոսից սա նաև մայրության հետ կապ ունի, հարգելիներս, խաոսից կարող է ծնվել ինչ որ նոր բան եւ դա կարող է կապ ունենա մայրության, ով երեխա է ունենում, հա, բերքատվության եւ այլը։ Կասեմ դες բավական շատ հետաքրքիր ինֆորմացիա տվեցի, սիրելի հետևորդներ, այսքանով ավարտելով հենց 22 տարոլոգիայի մեջ, թվագիտության մեջ այս հոգևոր թվանշանները, որը ոչ հետագայում ձեզ պետք կգան։ Ավելի ճիշտ, հա, իմանալով թվանշանների մասին, տարոլոգիայի մասին, Եվ հա, թե անցյալ կյանքում ինչ սխալներ եք ունեցել դուք, այս կյանքում ինչի համար եք եկել եւ ինչ պետք է ուղղեք ձեր կյանքում եւ ինչի մեջ պետք է բացվեք։ Իհարկե, սա ես այնքան էլ խոր չեմ ասում, չասեցի, թե ինչի մեջ դուք կարող եք իրականում, հա, այսպես բացվել տարոյով է դա, բայց իհարկե վեդայական թվագիտության մեջ ավելի խորն է, արդեն իմ հետևորդներ ես ունեմ, ում հետ արդեն աշխատել եմ, իրանք շատ լավ գիտեն, եւ իհարկե հետագայում, երբ դուք դիմում եք ինձ ձեր հոգեմատրիցայի վերլուծությանը, կանխատեսումներին, դա արդեն ձեր որոշումն է լինելու, թե դուք ինչ եք սիրում եւ ինչ եք ցանկանալու, ինչի մեջ բացվել եւ ձեր պոտենցիալը բացել։ Այսքանով ես ավարտում եմ իմ աշխատանքը, որովհետեւ դեռ գործեր ունեմ, Եթե կունենաք հարցեր անհատական կանխատեսումների, թվագիտական ձեր հոգեմատրիցայի վերլուծության համար, նույնը ֆինանսական վերլուծությունները, հա, թվագիտության, եթե ցանկանում եք բիզնես դնել, այս երկրից այն երկիր գնալ եւ այլը, հա, մեր շունիկն է կամ Լենորման քարտերով անհատական կանխատեսումներ, այս բոլորը աշխատանքների, կոնսուլտացիաների եւ խորհրդատվությունների համար կարող եք ինձ դիմել իմ
WhatsApp եւ Telegram կանալում +374 93 40 45 37 կոնտակտային համարով թողնելով ինձ ձայնային հաղորդագրություն, թե իմ ասած աշխատանքներից ինչ աշխատանքի համար եք, ինչ խորհրդատվության համար եք դիմել ինձ։ Այսօր այսքանը, սիրում եմ ձեզ, հաջողակ եղեք եւ երջանիկ։ Ձեզ հետ Սոլվինար Վեդայական թվահոգեբաններ եւ Լենորման քարտերով, հա, անհատական կանխատեսումների եւ դասերի, դասընթացների վերլուծաբան։ Այսօր այսքան։